Ողջույն Հայաստան, ողջույն Հայաստանի հզոր ժողովրդին։ Սիրելիներս, այսօր ես իմ ելույթում առանձնացրել եմ 10 փաստեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսի Հայաստանում ենք ապրել սրանից 8 տարի առաջ եւ ինչպիսի Հայաստանում ենք ապրում այսօր։ Եվ այսպես փաստ 1. Հեղափոխությանը նախորդող տարվա ընթացքում Հայաստանի բնակչության թիվը պակասել է 13400-ով։ Իսկ ինչ տվյալ ունենք 2025-ին։ 2025-ին Հայաստանի բնակչությունը բնական աճը եւ ներգաղթը միասին ավելացել է 20700-ով։ Դե եկեք պատկերացնենք, որ Հայաստանի բնակչությունը մեր անկախության առաջին 3 տասնամյակում ոչ թե պակասեր տարեկան 10, 20, 30 հազարով, այլ ընդհակառակը ավելանար 20, 30 հազարով, այնպես ինչպես 2025-ին։ Փաստ 2. Համախառն ներքին արդյունք, այլ կերպ ասած տնտեսության մեծություն։ Եթե 2017-ին մեր հնան ընդամենը 11.5 միլիարդ դոլար էր, ապա 25-ին այն ավել է 2.5 անգամ ավել է եւ գրեթե 30 միլիարդ դոլար է։ Ընդ որում, ինչպես հայտնի է, մեր տնտեսական աճը նախորդ տարի կազմել է 7.1%, որը 4.2 անգամ մեծ է ԵԱՏՄ աճից եւ 2.1 անգամ աշխարհի աճից։ Այսինքն Հայաստանը զարգանում է աշխարհի միջին տեպերից 2 անգամ ավելի արագ։ Փաստ 3. Մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունք։ Այս ցուցանիշը 2017-ին 3900 դոլար էր։ 2025-ին 2.4 անգամ շատ 9500 դոլար։ Այսինքն մեզ մի ամբողջ 26 տարի է պետք եղել, որ հասնենք 3900 դոլարի եւ ընդամենը 8 տարի, որ այդ 3900-ի վրա ավելացնենք եւս 5600-ը եւ հասնենք 9500-ի։ Եթե այս ցուցանիշով Հայաստանը 2017-ին 132-րդն էր աշխարհում, ապա 2025-ին արդեն 97-րդն է։ Այլ կերպ ասած, եթե 2017-ին աշխարհի երկրների մեծ մասում մարդիկ հայաստանցիներից լավ էին ապրում, հիմա արդեն 2025-ին հայաստանցիներն են աշխարհի երկրների մեծ մասի բնակչությունից ավելի լավ ապրում։ Փաստ 4. Պետական բյուջեի եկամուտներ։ 2017-ին այն կազմել է ընդամենը 1.2 տրիլիոն դրամ։ 2025-ին 2.9 տրիլիոն դրամ, կամ ավելացել է ավելի քան 2.3 անգամ։ Սա կամ սրա մի մասը այն գումարն է, որը նախկին խունտան, որ այսօր ցանկանում է նորից ձեզանից խլել ձեր իշխանությունը, գողանում էր ձեզանից, գողանում էր պետական բյուջեից, եւ սա այն գումարն է, որ դառնում էին կղզիներ եւ վիլաներ տարբեր սարերի վրա։ Փաստ 5. Միջին ամսական աշխատավարձ։ Այսպես 2017-ի դեկտեմբերին հարկերը հանած միջին աշխատավարձը եղել է 161,000 դրամ։ 25 թվականի դեկտեմբերին այդ ցուցանիշը հասել է 321,000 դրամի, այսինքն ավելացել է ուղիղ 2 անգամ։ Այսինքն միջին աշխատավարձը 8 տարում ավելացել է ուղիղ այնքան, ինչքան եղել է մեր անկախության առաջին 26 տարիներին։ Փաստ 6. Շահագործման հանձնված բնակելի շենքերի մակերեսներ։ Ուշադրություն, եթե 2017-ին շահագործման է հանձնվել ընդամենը 210,000 քառակուսի մետր բնակ մակերես, ապա 25-ին այդ թիվը 11 ապատկվել է, 11 անգամ ավելի շատ է, դառնալով
2 միլիոն 270 հազար քառակուսի մետր։ Իսկ 11 անգամ ավելի շատ կառուցված բնակարանները գնել են մեր քաղաքացիները, որոնք օգտվել են պետության աջակցությունից, եկամտային հարկի հետ վերադարձից։ Փաստ 7 ավանդներ։ Այսպես, եթե մեր տնային տնտեսությունների ավանդները 2017-ին շուրջ 500 միլիարդ դրամ էին, ապա 2025-ին աճել են 4 անգամ, հասնելով ավելի քան 2 տրիլիոն դրամի։ Այսինքն, մեր քաղաքացիների խնայողությունները 8 տարում 4 անգամ ավելացել են։ Փաստ 8 աշխատատեղեր։ Այսպես, եթե 2017-ի դեկտեմբերին Հայաստանում կար ընդամենը 534 հազար աշխատող, ապա հաջորդ 8 տարիներին այդ թիվն ավելացել է 288 հազարով, հասնելով շուրջ 822 հազարի, կամ աճել է 54%-ով։ Փաստ 9 զբոսաշրջիկների թիվ։ Այսպես, եթե 2017-ին մեր երկիր է այցելել մոտ 1.5 միլիոն զբոսաշրջիկ, ապա 2025-ին այդ թիվը կազմել է 2.3 միլիոն կամ ավելացել է 51%-ով։ Ավելին, այս տարվա առաջին 5 ամիսների տվյալներով մենք ունենք 20% աճ եւ ռեկորդային ցուցանիշ զբոսաշրջային այցելությունների մասով։ Բայց ոչ միայն Հայաստան են սկսել շատ զբոսաշրջիկներ գալ, այլև հայաստանցիներն են սկսել շատ ճամփորդել։ Եվ դա բնական է, քանի որ մեկ բան է, երբ Հայաստանից Եվրոպա գնալն արժի 500 եվրո, մեկ այլ բան, երբ արժի 20 կամ 30 եվրո։ Սրա արդյունքում 2025-ին 2.6 անգամ ավելի շատ մարդ է Հայաստանից օդանավով տեղ գնացել, քան 2017 թվականին։ Եվ փաստ 10 նվազագույն կենսաթոշակ։ 2018-ին Հայաստանում նվազագույն կենսաթոշակը 16,000 դրամ էր։ Իսկ այսօր 46,000 դրամ գումարած 20% հետ վճար, այսինքն 55,200 դրամ, կամ ավել է շուրջ 3.5 անգամ, այո հարգելի քաղաքացիներ, Հայաստանում նվազագույն կենսաթոշակը 8 տարում 3.5 անգամ ավելացել է։ Սիրելի հայրենակիցներ, այս փաստերն ապացուցում են, որ մենք անցնող 8 տարվա մեջ բոլորովին նոր որակի պետություն ենք ստեղծել, սակայն մենք չենք պատրաստվում կանգ առնել։ Հաջորդ հնգամյակում մենք պատրաստում ենք բոլորովին փոխել մեր երկրի տեսքը, շարունակել կառուցել հարյուրավոր դպրոցներ ու մանկապարտեզներ, հազարավոր կիլոմետրերով ճանապարհներ ու ջրագծեր, ցեղից հանել մեր գյուղերը, կանաչապատել ու բարեկարգել մեր քաղաքները, ստեղծել նվազագույնը 125,000 նոր աշխատատեղ, ավելացնել նվազագույն եւ միջին աշխատավարձերը, կենսաթոշակը եւ այլն եւ այլն։ Եվ այս ամենի իրականացման համար, եւ այս ամենի պաշտպանության համար ձեզանից ակնկալվում է ընդամենը մեկ գործողություն՝ գնալ ընտրական տեղամասեր, վերցնել 16-րդ քվեաթերթիկը, քաղաքացիական պայմանագիր կուսակցության քվեաթերթիկը, խաղաղության քվեաթերթիկը եւ տեր կանգնել մեր բոլորիս երեխաների խաղաղությանը։ Եվ ուրեմն 2026-ին քվեարկում ենք։ Շնորհակալ եմ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։